Ալեն Սիմոնյանը Թուրքիայում խոսել է Բաքվում պահվող հայ գերիների մասին, Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում չի խոսել արցախցիների մասին, բայց մի տեսակ շատ ջղային ելույթ է ունեցել։ Սամվել Կարապետյանի դատի ժամանակ դատարանի շենքը շրջափակվել է նրա սեփական մեքենաների կողմից, չնայած այս վերջին թեման մի փոքր այլ ենթատեքստ ունի, բայց ընդհանուր առմամբ գրեթե ճշմարտություն է։ Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ, իսկ սրանք այն թեմաներն էին, որոնց մասին եւ ոչ միայն դրանց մասին խոսելու ենք առաջիկա րոպեների ընթացքում, բայց մինչև սկսելը շնորհակալություն եմ հայտնում YouTube-յան իմ ալիքի հին ու նոր բոլոր բաժանորդներին, իսկ այս նախագծին աջակցելու համար շնորհակալություն Իվան Ավանեսյանին։ Արցախյան թեմաներից սկսենք, շարունակվում են արցախյան պատվիրակության հանդիպումները եւ քննարկումները Ֆրանսիայում։ Աշոտ Դանիելյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Ֆրանսիայի ազգային ժողովում, որտեղ մասնակցել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիայի ազգային ժողովի падգամավոր Էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ կազմակերպված Արցախյան թեմատիկայով ցուցահանդեսի բացման արարողությանը միջոցառմանը ներկայ էին Ֆրանսիայի ազգային ժողովի падգամավորներ, սենատի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, լրագրողներ, արվեստագետներ եւ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Անդրադարձ է կատարվել Արցախի հայ բնակչության բռնի տեղահանմանը եւ այդ ոճրագործության հետևանքներին, ընդգծվել է կատարվածի վերաբերյալ տեղեկատվության շարունակական տարածման կարեւորությունը դիմակայելու պատմության վերաշարադրման կամ աղավաղման փորձերին։ Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն վստահության ամրապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցմանը հասնելու համար։ Թուրքիայում միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում այդ մասին հայտարարել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ 2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում։ Սա իրապես մեծագույն նվաճում է, սակայն մեր տեսլականն ավելի լայն է։ Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում։ Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր դարաշրջան է սկսվել։ Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը եւ տեղում խաղաղությունն արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը։ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման TRIP նախագծի իրականացումը եւս մեկ կարևոր հանգրվան է։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ զարգացնելու տարածաշրջանային կապերը եւ ընդլայնելու միջազգային առևտրային ուղիները։ Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավասության սկզբունքների վրա, TRIP-ն ունի Հարավային Կովկասում եւ դրա սահմաններից դուրս կայունությունը, տնտեսական համագործակցությունը եւ բարգավաճումը խթանելու ներուժ։ Կարգավորման հուսադրող նշաններն անհերքելի են։ Տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առևտուրը սկսել է ձևավորվել։ Ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան խորհրդանշական եւ գործնական քայլ է տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից։ Սրանք խաղաղության արդյունքներն են, շոշափերի բարելավումներ, որոնք անմիջականորեն օգուտ են բերում մեր ժողովրդին։ Միևնույն ժամանակ դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Վստահության ամրապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն։ Հարգելի գործընկերներ, հիմա առաջնահերթությունները սահմանելու ժամանակն է, եւ ապագա սերունդների բարօրության համար մենք դրանք պետք է ընտրենք իմաստուն կերպով։ Եվ ովքեր են հաջորդ սերունդները։ Նրանք մեր երեխաներն ու թոռներն են։ Մեր սուրբ պարտականությունն է արժանի լինել նրանց, թողնելով ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ժառանգություն։ Շնորհակալություն։
Էլիմինյուան Սալեն Սիմոնյանի Ստամբուլյան օրակարգից Թուրքիայում կայացել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի եւ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ստամբուլում գոհանակությամբ արձանագրել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները, ներառյալ խաղաղության եւ կայունության ամրապնդման ուղղված քայլերը, ինչպես նաև առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը։ Խորհրդարանների նախագահները դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած նրանց հանդիպումից հետո եւ պայմանավորվել են շարունակել այդ շփումները, հայտնում են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովից։ Իսկ հա Հայաստանի խորհրդարանում ամեն ինչ այդքան հարթ ու խաղաղ չի ընթացել։ Այստեղ գլխավոր նյուզմեյքերը վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։ Նա անգամ ամենատափակ թեմաները լայն քննարկման առարկա դարձնելու անհերքելի տաղանդ ունի։ Այս անգամ Փաշինյանի կատակների թեման խորհրդարանական ընդդիմությունն էր։ Երեկվանից խորհրդարանում կառավարության զեկույցն են քննարկում, ընդդիմությունը չկա, բայց այսօր եկել են քվեարկություններին մասնակցեն, որ պարգևավճարից չզրկվեն, պատկերացնում եք։ Այս հարցում Փաշինյանի հետ կարելի է համաձայնել մասնակից, չեմ կարծում, թե այս կադրերում երևացող բոլոր գործիչները պարգևավճարի կարիք իսկապես ունեն, բայց ամեն դեպքում ապրիորի կարող ենք ենթադրել, որ Հայաստանի վարչապետը մեզնից շարքային քաղաքացիներիցս ավելի տեղեկացված է։ Թեմային Փաշինյանը կրկին անդրադարձավ օրվա երկրորդ կեսին, կրկին կադրում գովազդելով հայրենական ընդդիմությանը։ Մեզ հաջողվեց աշխատեցնել ընդդիմությանը, առավոտյան աշխատավարձի համար քվեարկացան եկողները առավոտյան ռելից հետո հիմա եկել են լայնորեն գրանցվել են եւ ելույթ են ունենում։ Իհարկե մեր գործն է աշխատացնել այդ թվում ընդդիմությանը, թող աշխատեն, հələ տեսնենք ինչ են ասում։ Սիրելի հայրենակիցներ, Խորհրդարանում Փաշինյանը հասցրեց նախ մի լավ զարմացնել բոլորին, չնայած ինչու միայն խորհրդարանում, կարծում եմ անգամ Մոսկվայում են զարմացել, տեսնելով թե Հայաստանի վարչապետը, որը ըստ տարածված կարծրատիպի արևմտամետ է, ինչ ջերմեռանդությամբ է պաշտպանում հայ-ռուսական հարաբերությունները, ոչ ավել ոչ պակաս Հայաստանի ռուսամետ ընդդիմությունից։ 2018 թվականին հիշում եք ինչեր էին ասում։ Հիշում եք ինչեր էին ասում։ Ասում էին էլի Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին 21 թվականին են ասում։ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել է։ Նայեք Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման դինամիկաները եւ համատեք նախորդող շրջանի հետ հանդիպումների, հեռախոսազրույցների, շփումների, այցերի եւ այլնի դինամիկան։ Ընդ որում այս ձևաչափով ես լիարժեք նույն ձևի աշխատանքային կապի մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի հետ, ղեկավարի հետ, որը առանձնահատուկ բան է տալիս, բովանդակություն է տալիս։ Այդ մարդիկ, ովքեր այդպես խոսում են եւ ուզում են այդպիսի էֆեկտներ, սադրանքներ անել, ես ուզում եմ այդ մարդիկ ուզում են ԵԱՏՄ-ն կաթվածահար անել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք եւ մենք ԵԱՏՄ 5 երկրներից մեկն է, ով որոշումներ է կայացնում։ Այդ մարդիկ, ովքեր տենց սադրանքներ են անում, իրենք ուզում են ԵԱՏՄ-ն որպես կազմակերպություն պարզապես ոչնչացնել, իրենց նեղ մի բանի իրենց ունեցվածքը մեկը չեն փրկի իրենց ունեցվածքը, այնպես որ ավելի լավ է ԵԱՏՄ-ն չտնեն բանի տակ, սադրանքների մեջ չներքաշեն։ Ես ասում եմ մենք Ռուսաստանի Դաշնության չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու։ Մենք բոլոր մեզ հակադրությունների մեջ ներքաշելու փորձերը կլինի դա տնտեսական, քաղաքական, չգիտեմ, որևէ սին են, որևէ մեկին չի հաջողվելու դա մեզ անել։
Փաշինյանի խորհրդարանական անակնկալները այսքանով չեն ավարտվել։ Հայտարարել է, որ հիմնական ընդդիմադիր ուժերը փաստացի մեկ մարմին են, իսկ գլուխների, ասել է թե ղեկավարների թիվը միայն տեխնիկական հարց է համարում Նիկոլ Փաշինյանը, գտնում է, որ հավաքական ընդդիմությունը չպետք է խորհրդարան անցնելու շանս ունենա։ Ինչ որ մենք այսօր անվանում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, որը հայտ է ներկայացնում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, դա ճշգրիտ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների կոալիցիան է։ Այդ կոալիցիայի մեջ էր ԲՀԿ-ն, այդ կոալիցիայի մեջ էր Դաշնակցությունը, այդ կոալիցիայի մեջ էր Հանրապետականը։ Դե հիմա Դաշնակցությունը եւ Հանրապետականը ԲՀԿ-ն պարզա, բայց Հանրապետականը արդեն, ինչպես հիշում եք, նախորդ խորհրդարանական ընտրություններից տակտիկան փոխել է։ Նախորդ խորհրդարանական ընտրություններում իրանք պու էին, հիմա էլ դարձել են ուժեղ Հայաստան։ Բնականաբար ուժեղ Հայաստանի հետ կապված հակակոռուպցիոնի վերջին բացահայտումներն էլ չի մոռացել Փաշինյանը։ Հայտնի շալվարի, բոշաների եւ շունուշանգյալի թեմաները հասել են խորհրդարանական ամբիոն։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության անդամների եւ նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշարք է բաժանվել։ Կամավորագրումներ կա։ Հազար թղթերով, Հազար թղթերը ո՞րն է։ ուժեղ Հայաստանով, Լավ, կտաս մեկ քանի հատ մենք կանենք։ 10 հատ կտամ, մեզ նալի չեն տալի։ Մյուս շաբաթ տենանք այս ինչ ալնում, Գևորը հասոյի վրա ջղայնացավ։ Ասեց ինչքան շուն շանգյալ կա, բերել ես գրանցել ես շտաբիդ վրան, 200 ես տալի, հարազատներին սաղին գցել ես գյուղերը 100 ես տալի, այն շուն շանգյալներին կգցես գյուղերը 100-ով, իրանցը կգցես շտաբի վրա։ Չես հավատում, ուղղակի կախել է արդեն։ 2 ռես եկել են Բանգլադեշ, հետ եմ եկել, բերիմ համ Անուշիկին շլվար առամ, համ եկամ Լուսոյին ու Քիսոյին տեսամ, բան կարտալու տվիմ։ Այն երկուսն են աղջիկները, որ միշտ գալի եթում են առավոտ շուտ։ Այն բոշան։ Ժողովրդին անվանելով ժեղ, շունուշանգյալ, բոշա։ Այսինքն, ստեղ իրանք ինչ են, մարտահրավեր են նետում, որ իրան ձայն տվող մարդը պետք է ինքը իրան հայտարարագրի որպես ժեղ, շունուշանգյալ ու բոշա, սա իրանց մարտահրավերն է եւ Հայաստանի քաղաքացին պետք է որոշի, այդ մարտահրավերը ընդունում է թե չէ։ Մի հոգի կա 63 երկրի քաղաքացի է, ասում է ես վստահ եմ, որ ես բան եմ անելու, դառնալու եմ վարչապետ։ Ուրեմն հələ տեսեք, երկու հանգամանք եմ ասում։ Ուրեմն ինքը ոչ ընտրություններին մասնակցում է, ոչ վարչապետի թեկնածու է, ոչ պատգամավորի թեկնածու է, բայց ինքը վստահ է, որ հաղթելու է։ Բայց նրանք ովքեր որ մասնակցում են, այսինքն դե յուրե համ պատգամավոր, համ մասնակցում են, համ պատգամավորի թեկնածու են, համ վարչապետի, բան նրանք ինչ ասեն։ Այստեղ ուրիշ խնդիր կա։ Մի անգամ այդքան ասելուց հետո հղում չեն անում ժողովրդին։ Ասում են մենք վստահ ենք, որ հաղթելու են, բայց մի հատ նախադասություն չկա, որ մենք վստահ ենք, որ մեր ժողովուրդը գալու է մեզ ընտրի։ Էդ եմ ասում, ինչ որ տեղեր ասել են ղրգել են ասել են գնա։ Ու այդ երիտասարդը ուղղակի խաբար չի իր հետ հիմա ինչա։ Հիմա ինքը ամեն օրվա հետ, ասում եմ նեղան, ամեն օրվա հետ դառնում է ավելի ու ավելի բոմժ։ Ավելի ու ավելի բոմժ։ Ու ստեղ մենք ոչ մի մեղք չունենք։ Օրվա ամենաանկեղծ խոստովանության հեղինակն էլ Փաշինյանն է։ Օրվա ընդդիմությունը իշխանության համար նվեր է ազգային ժողովի ամբիոնից, անթաքույց խոստովանել է վարչապետը։ Դուք ընդհանրապես ով եք։ Դուք ընդհանրապես ով եք, ես այդ պատերազմի եռագլուխ, քառագլուխ կուսակցություններին եմ ասում, պլյուս սրբապիղծ
կտրիչներին։ Դուք ընդհանրապես ով եք, ինչ եք ձեզնից ներկայացնում։ Դուք շանս ունեք այն հասարակության մեջ, որտեղ կարողանում եք երեխեքին ցեխերի մեջ պահեք։ Այն հասարակության մեջ, որտեղ երեխեքը շալվար չունեն եւ շալվար ունենալու շանս չունեն։ Էսա ձեր կառուցած եւ ձեր երազած հարությունը։ Մի հատ էլ պարոն Օհանյան, եկել եք այս ամբիոնից ասեմ բան եք, հարությանը կոչ եք անում։ Հազար ներողություն, ձեր կոչը ում է հետաքրքիր ընդհանրապես։ Ձեզ կոչը որևէ մեկին, որ հետաքրքիր էր, ձեր գոնե ձեր քաղաքական ուժը իր ցուցակում որևէ ձևով կներառեր։ Ես դες խնդրում եմ անընդհատ կոչ արեք հանրությանը։ Անընդհատ։ Այն ինչքան շատ կոչ անեք, այնքան ավելի ձեր քաղաքական ուժի խորհրդային չանցնելու շանսերը մեծանալու է։ Այդ ոդկասթը, որ բան են անում, ընդհանրապես էդին նվերա, ոնց անենք մի քիչ շատ անեն։ Ոնց անենք մի քիչ շատ անեն, որովհետև ինչքան շատ անեն, այնքան իրանց խորհրդանում հայտնվելու շանսը փոքրանալու է։ Այսօր Սամվել Կարապետյանի գործով դատական նիստ ներկայացել նիստի ժամանակ տարածքը շրջափակած ոստիկանական բազմաթիվ մեքենաները ժամանակին Հայաստանի Հանրապետությանը նվիրել է հենց Սամվել Կարապետյանը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Նարեկ Կարապետյանը։ Փաստորեն հարուստ լինելը նաև վատ կողմեր ունի։ Այս մեքենաները մի քանի օր այստեղ տեսել ենք, արդեն մեր աչքը սովորել է։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Այս մեքենաները մենք ենք նվիրել պետությանը։ Ոստիկանական այս մեքենաները մենք ենք նվիրել պետությանը։ Մենք ենք այս մեքենաները արտադրել եւ նվիրել ենք մեր պետությանը։ Այսօր նրանք եկել են եւ այստեղ են բերել բարերը Սամվել Կարապետյանին։ Գիտեք, ասեմ, մեքենաները արտադրված են Հայաստանում։ Հուսալ, թե Կարապետյանի գործը արագ ու կարճ ընթացք կունենա, հիմքեր չկան, ավելի շատ հակառակը, այնպես որ Հայաստանում դեռ պաշտոնապես չհայտարարված, բայց ամբողջ թափով ընթացող նախընտրական քարոզարշավը կշարունակվի բազմաթիվ հարցականներով։ Ես կհետևեմ դրանց, իմ էջում կկիսվեմ հետաքրքիր ու հիշարժան դրվագներով, իսկ դուք ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։